իրականությունը հետաձգվել է ամսի 17-ին հաջորդ դատական նիստն է։ Եվ մեկ բան եմ ուզում ասել, եթե թույլ կտաք։ Ասեք ախպերս, ասեք մաս ջան։ Այստեղ շնորհակալության կարիք չկա, այստեղ ամեն հայ պարտավոր է բոլոր հայերը համախմբվեն մեկ գաղափարի շուրջ եւ սատար կանենք Վարդան Ղուկասյանին, եթե մենք հայ ենք, եթե մենք սիրում ենք մեր հայրենիքը, մենք պարտավոր ենք կանգնել Վարդան Ղուկասյանի կողքին եւ միասնական լինենք, որովհետեւ Վարդան Ղուկասյանի շնորհիվ կփրկվի Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա Վարդան Ղուկասյանի ձեռքերում է Հայաստանի Հանրապետությունը, այլ մարդ, ով կարող է առաջնորդել մեր ազգին, այլ մարդ, ով կարող է համախմբվել եւ իրոք ղեկավարել միայն Վարդան Ղուկասյանը։ Ընդամենը դա կասեմ, կլինեն քննադատություններ, կլինեն հակադարձ կարծիքներ, բայց սա իրականություն է, պետք է սթափ դատենք եւ իրականությանը աչքերով նայենք եւ համախմբենք։ Մենակ դա կարող եմ հավելել։ Ոնց հասկանում եմ, որ այս առևտուրը, որ կատարվել է մեր ազգի հետ եւ մենք ենք դրա մեղավորը, որ թույլ ենք տալիս այս ամեն ինչը, մենք դեռ շատ բան ունենք անում դրա համար։ Իմ խնդրանքը բոլոր մեր հայրենակիցներին, ես բոլորից շատ սիրում եմ, անկախ ձեր կուսակցության, անկախ ձեր մտածելակերպով, անկախ ձեր բլոգեր լինել չլինելով, իմ կոչը խաղաղությունն է, իմ փրկության հույսը դա Հիսուս Քրիստոսն է, եթե Աստված, եթե մենք լինենք խոնարհ Տիրոջ առած, Աստված կողորմա եւ կդնի մեզ ճիշտ առաջնորդը։